occupation, military occupation. 16 րոպեում 11 անգամ մեզ օկուպանտ է անվանում Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից։ For many years. Տարիներ շարունակ ես այս ամբիոնից խոսել եմ Ադրբեջանին պատուհասած ողբերգությունների, ագրեսիայի, օկուպացիայի և անարդարության մասին։ Այսօր ես կխոսեմ հաղթանակի և խաղաղության, Ադրբեջանի պատմության նոր դարաշրջանի մասին, այն մասին, թե ինչպես մենք պատերազմով վերջ դրեցինք օկուպացիային և քաղաքական միջոցներով ապահովեցինք խաղաղություն։ Մեր ընկալումից բացի գոյություն ունի այլ ընկալումներ։ Պաշտոնական Երևանը չի ցանկանում կենտրոնանալ օկուպացիա բառի վրա։ Ընկալումների հարց է։ Ալիևի բերանից խաղաղություն բառն էլ է դուրս եկել։ Հայաստանի խորհրդարանի նախագահը հորդորում է դրանով գոհանալ։ Իրանք էլ են խոսում արդեն խաղաղությունից։ Եթե ժամանակին դուք մեզ մեղադրում էիք, ասում եք ինչ եք, մենակ դուք խոսում, ինչի իրանք չեն ասում եւ այլը, ապա հիմա կարող եք տեսնել, որ իրանք էլ են ասում։ Ալեն Սիմոնյանը չի զգում Փաշինյանի ու Ալիևի ասած խաղաղությունների տարբերությունը։ Խաղաղությունը, խաղաղություն է խաղաղության։ Ի տարբերություն Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահը խոսում է բացառապես պատերազմով պարտադրված խաղաղության մասին։ Ադրբեջանը մտել է նոր դարաշրջան։ Մենք հաղթել ենք եւ պատերազմում, եւ խաղաղության բանակցություններում։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային, արդարությունը հաղթանակել է։ Այո, ցավոք պետք է արձանագրել, որ ինչպես պատերազմում, այնպես էլ խաղաղությունում Ալիևը հաղթում է եւ հերթական անգամ ստորացնում ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հայ ժողովրդին ընդհանուր առմամբ։ Հայաստան խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը հիշեցնում է, անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով մենք դեռ ունեինք Արցախ։ Չի ստում Ալիևը, երբ հայտարարում է, որ հաղթել է նաեւ բանակցությունները։ Հենց բանակցային գործընթացի ընթացքում Պրահայում է Փաշինյանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ինչքան էլ ողբերգական չլինի, ես պետք է համաձայնեմ այդ ձևակերպման հետ։ Ու շարունակում է հաղթել Ալիևը։ Հիմա էլ հավանաբար պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Աննա Գրիգորյանի կարծիքով Ալիևի համար մեծ հաղթանակ կլինի Փաշինյանի վերընտրությունը։ Հայաստանի վարչապետը ամենօրյա աշխատանքով է մոտեցնում Ալիևին հաղթանակների, որոնց մասին նա անգամ երազել չէր կարող։ 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ինչ գործ ուներ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունում ակնհայտ են համարում Փաշինյանի հենց այս հայտարարությունն է օկուպացիա բառը մտցրել Ալիևի բառաֆոնդ։ Այսօր Բաքվում դատավարություններ են գնում եւ մենք գիտենք թե ինչպիսի ճնշման մեխանիզմներ են գործում, որպեսզի ինչ որ ցուցմունքներ կորզեն։ Մենք դա հասկանում ենք, չէ՞, որ թշնամական պետությունում տեղի ունենում նման գործընթաց, բայց դրան զուգահեռ այսօրվա գործող իշխանությունները անում են հայտարարություններ, որոնք ուղիղ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպանտ երկիր է։ Այդ մենք երբ բանից դարձանք օկուպանտ երկիր։ Նիկոլ Փաշինյան, քո տղան, որ գնացել Արցախում ծառայել է, ինքը օկուպացիոն զինված ուժերի ներկայացուցիչ էր։ Այս հարցը լրագրողները հենց Փաշինյանին էին ուղղել շաբաթասկզբին։ Պարոն Փաշինյան, ձեր տղան տերորիստ է։ Բայց նա հոնքնել չէր շարժել ի պատասխան։ Լավ, ինչքան կարելի է ատել այս պետությունը, ինչքան կարելի է այնպիսի հիմքեր ստեղծել, որ Ադրբեջանը վաղը մյուս օրը մտնի խոշոր ռեպարացիաներ ստանալու համար։ Դուք գիտեք, որ այսօր Ադրբեջանը հայցեր ունի ներկայացված ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եւ սրանք ուղղակի ասենց նվեր է ադրբեջանական համապատասխան մարմիններին, որպեսզի ապացուցեն, որ Հայաստանը իրականացրել է օկուպացիա։ Ալիևի հայտարարությունները առաջին ծաղիկներն են։ Փաշինյանը Գրիգորյանի համոզմամբ հիմք է տվել Բաքվին մեր երկրի դեմ միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելու։ Ալիևը արդեն սկսել է ռազմական հանցագործությունների մասին խոսել։ Օկուպացիայի ընթացքում Հայաստանը հողին է հավասարեցրել հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր եւ դիտավորյալ ոչնչացրել է 65 մզկիթ։ Սա Հայաստանի քաղաքականությունն էր, որը գրեթե 30 տարի կառավարվում էր ռազմական հանցագործների կողմից։ Ալիևը փակված է համարում այդ էջը Ադրբեջանի համար։ Հիմա խոսում է տարածաշրջանի համար խաղաղություն նվաճած տիտանի արտահայտչամիջոցներով։ Վստահ է, որ իր ջանքերով բացվող Զանգեզուրի միջանցքն է իրավիճակ փոխելու Հարավային Կովկասում։
Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը թրիփն է, որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը։ and foster regional connectivity. Յուրաքանչյուր մարդ, ով կասի թրիփին Զանգեզուրի միջանցք կամ միջանցք Հայաստանում կամ աշխարհում, դա առաջինը անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ։ Thank you. Բա ինչու է Ալիևը նորից Զանգեզուրի միջանցք ասում։ Եթե Երևանը պնդում է, որ Սյունիքում չկա ու չի լինելու որևէ միջանցքային տրամաբանություն։ Դե վատա որ ասում է, վատա որ ասում է։ Վատ է, շատ վատ է։ Բայց Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ կփոխվի մի օր Ալիևի խոսույթը։ Չի փոխվի, վստահ է Աննա Գրիգորյանը։ Ալիևն արդեն հայտարարել է բանակի բյուջեն մեծացնելու մասին այն դեպքում, որ Փաշինյանի կաբինետը երեկ է որոշել կրճատել պաշտպանական ծախսերը։ Խաղաղության ում հետ ես գնում։ Ադրբեջանի, բա Ադրբեջանը ինչու է ավելացնում իր ռազմական բյուջեն։ Համ դեմագոգիա, համ մանկամտությունը, ով ավելի շատ փող ունի, նայա ճիշտ տրամաբանությունը։ Դեմագոգիայով բացառապես Փաշինյանի թիմն է զբաղված, շարունակում է պնդել ընդդիմությունը։ Վաշինգտոնյան թուղթը, որի վրա խաղաղություն է գրված, ստորագրված չէ, նախաստորագրված է, իսկ Փաշինյանից շարունակում են զիջումներ պահանջել։ Ալիևի ցուցակում հաջորդը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Լարա Արաքելյան, Կարինե Մանգասարյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։